Վերջին մի քանի սերիաներն ու հիմնական իրադարձություններն ամբողջությամբ պտտվում են Մանանի, նրա անխոհեմ որոշումների և ընտանիքի տագնապների շուրջ։ Սարգսյանների տանը խաղաղությունը դարձել է անհասանելի երազանք, իսկ յուրաքանչյուր օր նոր դաժան փորձություն է բերում քույր ու եղբայրների համար։ Ինչպես հիշում ենք, սկզբում Դավիթը եկավ իր քրոջ հետևից, փորձելով նրան հետ բերել, բայց Մանանը կտրականապես մերժեց և չվերադարձավ տուն։ Այնուհետև նույն հույսով և արդեն զայրույթով լցված նրա հետևից եկավ Լեոն։ Մանանը նրան ևս հիասթափեցրեց ու կրկին մերժեց, սակայն այս բախումը կարող էր ունենալ շատ ավելի վատ ու ողբերգական ավարտ և ամեն բան անդառնալիորեն կվատանար, եթե վերջին ամենաճգնաժամային վայրկյանին չհայտնվեր Լեան։ Նա այս խառնաշփոթի մեջ ստանձնեց իսկական խաղաղության աղավնու դերը։ Սկզբում, երբ Լեան փորձելով մարել կրակը մոտեցավ և սկսեց հանգստացնել Լեոյին, խնդրելով, որ նա հանգիստ թողնի Մանանին ու ուժով չստիպի վերադառնալ տուն, քանի որ Մանանն իսկապես սիրում է Գրիշոյին, Լեոն ուղղակի պայթեց։ Նա վերջնականապես դուրս եկավ հունից, ցասումով բռնեց Լեայի ձեռքն ու բղավեց. «Ուրեմն, եթե այդպես է, ես հենց քեզ կտանեմ իմ տուն»։ Լեան բնականաբար վախեցած և շփոթված մերժեց այս խելահեղ պոռթկումը, իսկ Լեոն, հասկանալով իր սխալը, քիչ անց իջեցրեց տոնն ու հանգստացավ։ Այս լարված և էմոցիոնալ պայթյունից հետո նրանք միասին դուրս եկան։ Լարվածությունը փոխարինվեց անսպասելի ջերմությամբ։ Նրանք քայլեցին ու շատ անկեղծ, հոգեպարար զրուցեցին։ Լեոն առաջին անգամ բացեց իր սիրտը և պատմեց իրենց ընտանիքի դաժան արյունոտ պատմությունը։ Նա պատմեց, որ Մանանը ժամանակին զույգ եղբայր է ունեցել, բայց նրանց ծնունդից անմիջապես հետո իրենց սիրելի մայրը մահացել է, չդիմանալով ցավին, իսկ հորը դաժանաբար սպանել են։ Այս ողբերգական խոստովանությունից հետո Լեան չկարողացավ զսպել արցունքները։ Նա հուզվեց մինչև հոգու խորքը և միայն այդ ծանր վայրկյանին վերջապես հասկացավ, թե իրականում ինչու են Դավիթն ու Լեոն այսքան կտրուկ, նյարդային և ֆանատիկ հոգատարությամբ վերաբերվում Մանանի հետ կապված ցանկացած, նույնիսկ ամենափոքր հարցի։ Նրանք պարզապես խելագարի պես վախենում են կորցնել իրենց միակ քրոջը։ Այսքան հուզիչ, կյանքեր փոխող խոսակցություններից հետո անցնում է մի քանի օր և վերադառնում ենք դառը իրականություն։ Մանանը, ով ապրում էր Գրիշոյի խոստումներով, վերջապես սթափվում է։ Նա ցավով հասկանում է մի պարզ ճշմարտություն։ Գրիշոն միգուցե կրքոտ սիրո խոստովանություն արեց իրեն, միգուցե իրոք զգացմունքներ ունի, բայց այնուամենայնիվ նա բացարձակապես պատրաստ չէ որպես տղամարդ տեր կանգնել իրեն և տանել իր տուն։ Գրիշոն վախենում է կամ պարզապես չի ուզում պատասխանատվություն կրել։ Մանանը հերթական անգամ խորապես հիասթափվում է կյանքից, սիրուց և Գրիշոյից։ Կուլ տալով իր հպարտությունն ու գիտակցելով, որ այլևս գնալու ոչ մի տեղ, ոչ մի ապահով անկյուն չունի, նա գլխիկոր վերադառնում է հայրական տուն և ի պատիվ իր եղբայրների մեծահոգության ընտանիքը կրկին բացում է դռները և ընդունում մոլորված քրոջը։ Իսկ այս ամբողջ ժամանակ մեր հայտնի ստահակը՝ Ավոն, շարունակում է իր կեղտոտ ու երկակի խաղը, հմտորեն և աներեսաբար երկու ընտանիք պահելով։ Ռոզին, կուրացած իր միամտությամբ, ներում է նրան, հավատում նրա հերթական ստերին, և նրանք նորից սկսում են գաղտնի ու ջերմ շփվել միասին։ Իսկ օրինական կինը Էռնան, ապրելով վարդագույն ակնոցներով, միամտաբար մտածում է, թե Ավոն հավատարիմ, նվիրված ամուսին է և այլևս երբեք չի դավաճանի իրեն։ Սուտը շարունակում է ապրել և ոչնչացնել բոլորին ներսից։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Արդյոք Մանանը վերջնականապես դաս քաղեց իր սխալներից և ընդմիշտ կմոռանա Գրիշոյին, թե նրանց արգելված սերը դեռ նոր փորձանքներ կբերի։ Եվ որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Էռնան վերջապես իմանա ճշմարտությունը Ավոյի, Ռոզիի և նրանց երեխայի մասին։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և սպասումներով մեկնաբանություններում։ Մեզ շատ հետաքրքիր է իմանալ ձեր տեսակետը։